Ինքը Դավիթը Հիսուսի մասին ասում է. «Նախապես Տիրոջը ամեն ժամ տեսնում էի իմ առաջ, որովհետև նա իմ աչում է, որպեսզի չսասանվեմ։ Դրա համար իմ սիրտը ուրախ եղավ, և իմ լեզուն ցնծաց, և իմ մարմինն էլ պիտի ապրի հույսով, որովհետև իմ անձը գերեզմանում չես թողնելու, և ոչ էլ թույլ ես տալու, որ քո սրբի մարմինը ապականվի։ Ինձ ցույց տվիր կյանքի ճանապարհները, քաղցրորեն լցրեցիր ինձ քո ներկայության ուրախությամբ»։ Ով եղբայրներ, պետք է վստահությամբ ասել Դավիթ նահապետի մասին, որ և մեռավ, և թաղվեց, ու նրա գերեզմանը կա մեր մեջ մինչև այսօր, բայց որովհետև նա մարգարե էր և գիտեր, որ Աստված նրան երդվելով խոստացավ նրա որովայնի պտղից մեկին նստեցնել իր գահի վրա, ուստի կանխորոք գիտենալով խոսեց Քրիստոսի հարության մասին, թե նրա անձը գերեզմանում չթողնվեց, և ոչ էլ նրա մարմինը ապականություն տեսավ։ Այս Հիսուսին է, որ Աստված հարություն տվեց, որին մենք ամենքս վկա ենք, Աստծո աջ ձեռքով բարձրանալով, Սուրբ Հոգու խոստումը ընդունելով Հորից, սփռեց այս, որ դուք այժմ տեսնում եք ու լսում, որովհետև Դավիթը, որ երկինք չէր ելել, ինքն իսկ ասում է. «Տերն ասաց իմ Տիրոջը. նստիր իմ աջ կողմը, մինչև որ քո թշնամիներին ոտքերիդ տակ իբրև պատվանդան դնեմ»։ Արդ Իսրայելի ամբողջ տունը վստահորեն թող իմանա, որ Աստված նրան և Տեր և օծյալ արեց, այն Հիսուսին, որին դուք խաչեցիք։